Մարտի 26-ին հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնից ստացվել էր տեղեկություն մի շարք գետերի հնարավոր վարարումների վերաբերյալ, պայմանավորված հորդառատ անձրևներով։ Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումներն իրականացրել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ, մասնավորապես կազմակերպվել են իրազեկման ծավալուն աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, շրջակա միջավայրի նախարարության և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։ Մարտի 27-ի ժամը 19-ի դրությամբ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։ Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ներքին գործերի նախարարության փրկարարծառայության Կապանի և Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Համատեղ ուժերով արգելափակումից դուրս է բերվել 6 տրանսպորտային միջոց, մասնատվել և հեռացվել են վնասված ծառեր, իրականացվել են ճանապարհի մաքրման, վթարավերականգնողական աշխատանքներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված փողոցում ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության կողմից սահմանափակվել էր երթևեկությունը։ Ժամը 19-ի դրությամբ փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է։ Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է։ Փրկարար ծառայողների և պարեկների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։ Գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ մյուս մարզերում ահազանգեր չեն ստացվել։ Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Մարտի 6-ին ժամը 22:24-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել կտրած ծակած առնահոսող վնասվածքով 32-ամյա երիտասարդի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին նախաքննական մարմին, նախաձեռնվել էր քրեական բարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 6-ին ժամը 21:30-ի սահմաններում Անդրանիկի փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մոտ 32-ամյա երիտասարդը վիճաբանել է 21-ամյա մի երիտասարդի հետ։ Վիճաբանության ընթացքում վերջինս կտրող ծակող գործիքով ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել 32-ամյա երիտասարդին և նրա 60-ամյա ընկերոջը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Երբ օրվա ռիթմը թելադրում են զանգերն ու նոտաները և օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերին փոխարինելու են գալիս երաժշտական գործիքների նուրբ հնչյունները, ծառայողական կարգուկանոնը լրացվում է արվեստի ձեռագրով։ Առաջին հայացքից իրարամերժ այս երկու աշխարհների հիմքում նույնն է՝ լսելու բացարձակ ունակությունը։ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման, այնուհետև օպերատիվ կառավարման կենտրոնում աշխատած տարիները Հայկ Մելիքբեկյանի մեջ արմատավորել են մասնագիտական այնպիսի կոփվածություն, որը նրան չի լքում նույնիսկ աշխատանքային լարված պահերին։ Հենց այդ հատկանիշն է նրան օգնում նաև բեմում Իջևան համայնքի երաժշտական դպրոցի ժողովրդիկների համույթի աշխատանքը համակարգելիս։ Որպես հմուտ քամանչահար և համույթի գեղարվեստական ղեկավար, նրա առաքելությունը դարձյալ մարդկանց օգնելն է, բայց այս անգամ ստեղծագործական ներուժը ներդաշնակելու և հոգիներ խաղաղեցնելու միջոցով։ Եթե օպերատիվ կառավարման կենտրոնում ամեն ինչ վայրկյանի ճշգրտությամբ է և սխալվելու իրավունք չկա, ապա երաժշտության աշխարհն անսահման է և ինքնադրսևորվելու լայն հնարավորություն է ընձեռնում։ Հայկ Մելիքբեկյանն ասում է, որ տաղանդը ընտանիքից է ժառանգել։ Հայրս միշտ երգում էր, մայրս էլ միշտ ուղղում էր, երբ որ երգում էինք, եղբայրս էլ ակարդեոն էր նվագում,
քույրերս էին երգում, տենց ընտանեկան անսամբլ ունեինք։ Հիշում եմ երկրորդ դասարանում երևի երաժշտական դպրոցի տնօրենը Սփյուռքահայ էր, Քեշիշյան էր ազգանունը։ Եկել էր ոնց որ ընտրում էր տենց շնորհալի երեխաներ երգող, որպեսզի երաժշտական դպրոց մոտենան։ Ես էլ իմ թղթերը վերցրեցի, տարա տենց երաժշտական դպրոց տնօրենին տվի ու երաժշտական դպրոց ընդունվեցի։ Հայկ Մելիքբեկյանի համար ծառայությունն ու արվեստը նույն հարթության վրա են, քանի որ երկու դեպքում էլ առանցքում մարդն է, մեկում նրա անվտանգությունը, մյուսում հոգևոր վայելքը։ Երբ ավարտվում է հերթափոխն ու հեռախոսակապին փոխարինելու են գալիս երաժշտական գործիքներն ու բեմը, ծառայողական կարգապահությունն ու արվեստի անկաշկանդությունը դադարում են հակադրվել, ստեղծելով մի նոր ինքնատիպ ձեռագիր։ Եթե երաժշտության մեջ արվեստագետն ազատ է ստեղծագործական թռիչքի մեջ, ապա օպերատիվ կառավարման կենտրոնում աշխատանքը հոգեբանական ու մասնագիտական հմտությունների փորձություն է։ Այստեղ յուրաքանչյուր ահազանգի հետևում մարդկային ճակատագիր է, իսկ օպերատորի առաքելությունը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։ Դա պատասխանատու գործընթաց է, որտեղ քաղաքացուն լսելու, իրավիճակն ակնթարթորեն գնահատելու եւ ճիշտ որոշում կայացնելու կարողությունը կենսական անհրաժեշտություն է։ Հենց այս լարված առօրյան էլ կոփել է Հայկի մասնագիտական կարգապահությունը, որն այսօր նրա անբաժան ուղեկիցն է։ Հետաքրքիր աշխատանք է, այս մեկը նույնպես քաղաքացիներին արագ արձագանքում ենք կազմակերպում, որպեսզի օգնության կարիք եւ այլ իրավիճակներում հայտնված մեր քաղաքացիներին կարողանանք ճիշտ ժամանակին օպերատիվ օգնություն ցուցաբերենք։ Արվեստի ու ծառայության սահմանագծին Հայկ Մելիքբեկյանն ապացուցում է, կարևորը լսելու եւ արձագանքելու պատրաստակամությունն է, հատկանիշ, որը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ անհրաժեշտ արվեստագետի համար։ Մեկ, երկու, բարև ձեզ, լսում եմ։ 1-1-2 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցներում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։